Գալյան, ախր որ ասում եմ նեղանում եք, ես կոնկրետ հարցս տվել եմ Իվանյանում վառելիքա քսուկային պահեստի զոհերի հետ կապված։ 230 հոգուց ավել են, որից 20-ի մարմինները, մասունքները դեռ չեն հայտնաբերվել։ Մնացածները իդենտիֆիկացված անուն ազգանունով 14 հոգի ԱԱՑ ծառայողներ են, 15 հոգի աշխարհազորայիններ են, 35 հոգի, եթե չեմ սխալվում, ոստիկաններ են, մնացածը ՊՆ ծառայողներ են, ուսադիրավոր մարդիկ, սենց ասես, պայմանական մոտ 80 հոգի են, մնացածը քաղաքացիական անձիկ են։ Հիմա զոհերը ռազմական գործողությունների ընթացքում զինվորականները, որ զոհվել են, իրանք ստանում են գումար։ Քաղաքացիական անձիկ, դիցուկ մարդը Ստեփանակերտում գնացել են հացի հերթի, ադրբեջանցիք ռմբակոծել են, զոհվել են, այդ մարդիկ ստացել են որոշակի փոխհատուցում։ Վառելիքա քսուկային պահեստի զոհերը, թե քաղաքացիական, թե ռազմական, չեն ստացել որևէ փոխհատուցում։ Ասածս դրան է վերաբերում։ Հիմա դիմումը մոտս տրցակով դրած անուն ազգանուններով, կարող ենք առանձին հանդիպեմ ձեզ փոխանցեմ։ Կառավարության մյուս անդամի հետ եմ այդ հարցով խոսել։ Իմ ասածը հետևյալն էր, կոնկրետ այդ կատեգորիան։ 1 միլիոն տրամադրվել է Արցախի Հանրապետության կառավարության փողերից։ Այդ փողերը հիմա սառեցվել են այդ գումարները։ Զինվորականներին հավելյալ 200,000 դրամ է նաև փոխհատուցվել, բայց մնացած կատեգորիան մարդկանց ոչ կարգավիճակ ունեն, ոչ համարժեք փոխհատուցում են ստացել։ Հիմա ինձ դիտեք որպես միջնորդ այդ մարդկանց եւ կառավարության միջև, լավ, ես իրանց խնդրանքը ձեզ եմ փոխանցում։ Ինչ որ մի բան անել, որովհետև 200-ից ավել 230 մեր հայրենակիցներ են։ Արդյոք որևէ բան նախատեսում է կառավարությունը անել, գումար հատկացնել մի անվագ կարգավիճակ տալ, որպեսզի ինչ որ մի կերպ հարցը լուծվի։ Շնորհակալություն։